Սրանք հորիզոնական ձգումներ կատարելուց ամենատարածված երկու սխալներն են։ Առաջինը, երբ ողնաշարը կլորացնում ես ու ամբողջ մարմնով հետ ես գնում։ Այս միանշանակ կօգնի ավելի շատ քաշ օգտագործել, բայց դրա հաշվին, որ մենք սկսում ենք մեր spinal leak սենսորները օգտագործել, որպեսզի քաշին իներցիա հաղորդենք։ Մեջքի լայնագույն մկանները աճացնելու համար էս մենակ խանգարելու է։ Սրա փոխարեն ողնաշարը ուղիղ պահեք ու կենտրոնացեք մենակ արմունկները հետ քաշելու վրա։ Երկրորդ սխալը այն է, երբ արմունկները շատ են ծալվում վարժությունը կատարելուց։ Ցանկալի է, որ նախաբազուկները մնան դիմադրության վեկտորին զուգահեռ, որովհետև ինչքան արմունկի արտաքին լծակը ավելի երկար է, այդքան թևի մկանները սկսելու են ավելի շատ աշխատել, ինչը սահմանափակելու է մեջքի մկանների աշխատանքը։ Փորձեք այն բռնակներից բռնել ու նես բարձրության վրա դնել նստարանը, որպեսզի նախաբազուկը զուգահեռ լինի դիմադրության վեկտորին։ Ու երրորդ բանը, որը տեխնիկայի սխալ չի, այլ ուղղակի փոքրիկ հուշում է։ Եթե դուք հորիզոնական ձգումների ժամանակ կարողանում եք արմունկները մարմնից հետ քաշել, այս ամենայն հավանականությամբ նշանակում է, որ օգտագործած քաշը բավականաչափ ծանր չի։ Մինչև արմունկների մարմնի կողքին հասնելը աշխատում են համ ուսի հետևի դելտան, համ մեջքի լայնագույն մկանները։ Բայց եթե այս կետից անցնում ենք, արդեն մեջքի լայնագույն մկանները շարժմանը չեն օգնում։ Ու աշխատում է մենակ ուսի հետևի դելտան, որը շատ ավելի փոքր ու թույլ մկան է լայնագույն մկաներին համեմատած։ Ու եթե նույնիսկ մենակ ուսի հետևի դելտան հերիք է, որպեսզի դուք քաշը շարժեք, ուրեմն այս քաշը բավականաչափ ծանր չի լինելու, որպեսզի բարձր ակտիվացիայի մակարդակի հասնեք մեջքի լայնագույն մկաններում ու նրանք նորմալ աճեն։